Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի եւ արտոնյալ պայմաններով հիպոթեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։ Ներքին գործերի նախարարությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Աջակցությունը վերաբերելի կլինի հիպոթեկային վարկավորման կանխավճարի տեսքով, այսինքն կանխավճարի փոխհատուցման տեսքով, տոկոսադրույքների մարման տեսքով, որոնք նախնականով մենք նախատեսում ենք սահմանափակել եկամտահարկի չափով։ Եվ իհարկե կառավարության որոշմամբ կսահմանվեն առաջնահերթությունները մարզային իմաստով, այսինքն մեր ոստիկանության ծառայողների ծառայության վայրի իմաստով, նկատի ունեմ, թե որ մարզից մենք կսկսենք այս ծրագիրը իրականացնել։ Խնդիրն ակներև է դարձել ոստիկանությունում նոր ձևավորվող ստորաբաժանումներում պաշտոնների նշանակման ժամանակ։ Ներկայում ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում նշանակումները իրականացվում են այն տրամաբանությամբ, որ տվյալ անձը ծառայությունն իրականացնի ոչ իր բնակավայրում կամ մարզում։ Նպատակը որոշակի շահերի բախումից կամ կոռուպցիոն ռիսկերից խուսափելն է։ Խնդիրը առավելապես տեսանելի են հեռավոր մարզերի պարագայում, Սյունիքի, Վայոց ձորի, երբ մենք այս մարզերում նշանակումներ ենք իրականացնում եւ մեր ծառայողները չեն ունենում բնակարանով ապահովված վիճակ, մենք պետք է հստակ արձագանք տանք իրավիճակին եւ ադապտացնենք ծառայությունը, արդյունավետ ծառայությունը եւ մյուս կողմից մեր ծառայողների հարմարավետությունը եւ ոչ միայն հարմարավետությունը, այլ անհրաժեշտ պայմանները բնակվելու համար։ Այսպիսի աջակցության ծրագրերով մենք ըստ էության կբարելավենք մեր ծառայողների նախ բնակարանային ապահովվածության վիճակը եւ սա իր հերթին բնականաբար կազդի ծառայության արդյունավետության բարձրացման վրա։ Ծրագիրը վերաբերելու է ոստիկանության բոլոր ծառայողներին, սակայն կլինեն որոշակի առաջնահերթություններ, օրինակ տեղանքը, ծառայողի սոցիալական վիճակը։ Մենք չենք գնում այն կանխավարկածով, որ այսպիսի աջակցությունը իրականացվելու է միայն այն ծառայողներին, ովքեր չունեն բնակարաններ, իրենց տնօրինության կամ սեփականության իրավունքով, այլ առավելապես մենք բնակարանային աջակցության ծրագիրը իրականացնում ենք ոստիկանության ծառայողների ծառայության ամբողջ շրջափուլի հետ կապված եւ այլ հարց է, որ բնակարան ունեցողները կամ չունեցողները առաջնահերթության տեսանկյունից հնարավոր է, որ տարբեր ժամանակահատվածում ստանան աջակցությունը։ Սա ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչության վրա ուղիղ ազդեցություն ունեցող գործոն է, վստահ է Արմեն Մկրտչյանը։ Մենք տարբեր միջոցառումներ ենք իրականացնում գրավչության բարձրացման տեսանկյունից եւ սա կարծում ենք, որ առանցքային եւ կարեւոր նշանակություն ունեցող գործոն կլինի ոստիկանությունում ծառայության անցնելու եւ ինչը կարեւոր է ծառայության մեջ շարունակելու մնալ մինչեւ համապատասխան կենսաթշակի տարիքի հասնելու ժամանակահատվածը եւ բնականաբար պրոֆեսիոնալ կադրերով ոչ միայն համալրելու, այլ նրանց ծառայության ընթացքում պահելու ոստիկանության շարքերում։ Նախարարի տեղակալի խոսքով, եթե օրենսդրական նախագիծը արժանանա կառավարության հավանությանը եւ ազգային ժողովում ընդունվի, ապա 2026 թվականի սկզբին նախատեսում են մեկնարկել ծրագիրը։ Նիկոլայ Ավետիսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։